Շան տղա պլան եք մտածել։ Շատ էմոցիոնալ սերիա ենք քննարկելու։ Դեռ բաժանում ես ու հետ դու։ Լինելու են բղավոցներ, Հերիք ասես սերը։ ճիչեր, Որտեղ նեղվան, որտեղ կարելի ասել, չլսար աղջ։ արցունքներ։ Թիմում աղջիկները կարծես թերագնահատված են եւ նրանց ձայնը բավարար լսելի չէ։ Մենք էլ ենք ուժեղ, դուք եք։ Ռաֆոն ու Ռուբոն միմյանց դեմ են քվեարկելու։ Թույլ սյուները այսօր պետք է հեռացնենք։ Ռուբոքվետը։ Խաղում հայտնվում է անհատական իմունիտետ։ Ուզում եմ առաջին տամ Լիային։ Լիան այն խաղացողն է, որ կարող է հիշել Անայսի արարքը եւ պարտքը վերադարձնել նրան։ Լիան ու Ռաֆը Նա ուղղակի որոշում է հեռանալ ում կզոհաբերի իր թիմից։ Ռեալիթին գնալով ավելի հետաքրքիր է դառնում։ Ողջույն, ես Արմանն եմ եւ այս ալիքում ես մեկնաբանում եմ հայկական ռեալիթի շոուները։ Այսօր մենք քննարկելու ենք Arm Games-ի Աստղերն ընդդեմ բլոգերների եթերաշրջանի երկրորդ սերիան։ Առաջին սերիայի քննարկումը եթե բաց եք թողել, ապա հղումը կգտնեք այս տեսանյութի ներքո։ Բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողեք հետագա թողարկումների քննարկումները։ Նախորդ քննարկումը մենք ավարտել ենք այնտեղ, երբ երկու թիմերը համալրվել էին նոր մասնակիցներով։ Լիլիա Վարը միացել է բլոգերների թիմին, իսկ բլոգեր Անայիսը խաղալու է Աստղերի թիմում։ Երկու նորեկներին էլ պիտի որ դժվար լինի ինտեգրվել թիմերում, որովհետև մասնակիցները արդեն հասցրել են միմյանց ճանաչել, մտերմանալ, եւ նոր եկած մարդը նրանց համար կարող է մի փոքր օտար լինել։ Լիլիա Վարը բլոգերների թիմում ունի շատ մտերիմ անձ, Մոնոլիկն է, նա նրա հարսնաքուրն է եղել եւ սա կարող է ի վնաս Լիլիայի աշխատել, քանի որ բլոգերներին կարող է դուր չգալ, որ իրենց շարքերում հայտնվել է զույգ, որ այդքան ամուր կապով է միմյանց հետ կապված եւ նրանք բնականաբար ինչ է լինի միասին են խաղալու եւ իրար չեն դավաճանելու։ Անայիսին եւս դժվար է լինելու Աստղերի թիմում, որտեղ շատերը դերասաններ ու երգիչներ են եւ նրանք ճանաչում են միմյանց, նրանք նաեւ տարիքով շատերը մեծ են Անայիսից եւ այս տարբերությունները զգալի են լինելու։ Շատ էմոցիոնալ սերիա ենք քննարկելու։ Լինելու են բղավոցներ, ճիչեր, արցունքներ, ռեալիթին գնալով ավելի հետաքրքիր է դառնում։ Մանավանդ, որ խաղում հայտնվում է անհատական իմունիտետ։ Նոր եկած մասնակիցներն իրենց հետ բերել են անհատական իմունիտետ, սակայն որը ոչ թե իրենց համար է, այլ իրենք պիտի փոխանցեն որևէ մասնակցի։ Տվյալ մասնակիցը ինքն էլ չի տիրապետելու իմունիտետին, այլ ստիպված է լինելու փոխանցել հաջորդին։ Եվ այսպես այնքան ժամանակ, մինչև իմունիտետը վերջում հայտնվի վերջին մասնակցի ձեռքում, եւ նա էլ կարող է դա օգտագործել այսօրվա քվեարկության ժամանակ։ Փաստացի մասնակիցները պիտի այդ քարտը փոխանցեն նրան, ում չեն ցանկանում տալ իմունիտետ։ Սա հնարավորություն է տալիս նորեկներին միանգամից մտնել խաղի մեջ եւ դառնալ դերակատար, այսինքն առաջին որոշումը թե ինչպես կգնա այդ քարտի շղթան իրենց ձեռքերում է։ Լիլիա Վարը իհարկե Մոնոլիկին պատմում է այդ իմունիտետի մասին եւ նրանք քննարկում են թե ինչպես կարող են անել, որ այն ի վերջո հասնի Մոնոլիկին։ Դրանից հետո Լիլիան ամբողջ թիմին պատմում է իմունիտետի մասին եւ շատ պարզ ասում է, որ իր նպատակն է այն հասցնել Մոնոլիկին եւ խնդրում է այնպես անել, որ վերջում դա նրան հասնի։ Եվ առաջինը փոխանցում է Հայդալեկին, Ռաֆոին։ Ռաֆոն ասում է, որ իրենք արդեն իսկ թիմով քննարկել են, որ քանի որ նախորդ սերիայում Մոնոլիկին ուղարկել էին վտանգավոր գոտի, ապա այս անգամ նրա դեմ ոչ ոք չի քվեարկելու եւ նա այսպես ասած ստանում է թիմի կողմից իմունիտետ, այսինքն երաշխիք, որ իր դեմ ձայներ չեն լինելու, ուստի կարող է տվյալ իմունիտետը հասնել մեկ այլ մասնակցի եւ սկսում են շրջանառել իրենց մեջ։ Ռաֆոն փոխանցում է առաջինը Ագնեսին, իսկ Ագնեսը այն տալիս է Մանոին։ Մանոն իմունիտետի քարտը տալիս է Վահագին, իսկ Վահագը առանց հիմնավորելու ուղղակի տալիս է Շուշանին, որովհետև նա իր կողքն է նստած։ Անկեղծ չգիտեմ, անկեղծ։ Բայց ուղղակի դու կողքս ես նստած, Շուշան ջան, պրիվետ։ Կարծես թե Վահագի համար այդ քարտի կարևորությունը այդքան էլ բարձր չէ։ Շուշանը ասում է, որ քանի որ Մոնոլիկը այսպես ասած արդեն ունի իմունիտետ, նրան կարող է քարտը փոխանցել, իսկ Մոնոլիկը ասում է, որ մնացած մասնակիցների մեջ ինքը կցանկանար, որպեսզի իմունիտետը հասներ ի վերջո Ռոզալիային, քանի որ նա նախորդ քվեարկության ժամանակ նաև ձայներ էր ստացել իր դեմ, ապա շատ հնարավոր է, որ այս սերիայում նրա դեմ եւս քվեարկողներ լինեն։ Ուստի իմունիտետը կարծես ամենից շատ պետք է Ռոզալիային։ Մոնոլիկը քարտը տալիս է Ռուբոին եւ վերջին ընտրությունը հենց նրանն է։ Էդգար թե Ռոզալիա եւ Ռուբոն համակարծիք է Մոնոլիկի հետ եւ տալիս է քարտը Էդգարին, որպիսի վերջին մասնակիցը մնա Ռոզալիան եւ հենց նրան էլ հասնի իմունիտետը։ Այսպիսով այս սերիայում Ռոզալիայի դեմ չի կարելի քվեարկել, հետեւաբար նա վստահաբար կլինի նաեւ երրորդ սերիայում։
Անայիսն էլ իր հերթին աստղերի թիմում է պատմում քարտի նշանակության մասին եւ որոշում է այն փոխանցել Լիային, պատճառաբանելով, որ իրենք չեն հասցրել շփվել եւ ճանաչել միմյանց։ Ուզում եմ առաջին տամ Լիային։ Առավոտը բարի չէր ինձ համար, որովհետև մենք թիմում ունեցանք նոր աղջիկ, ով տվեց ինձ իմունիտետի քարտ, որը ես չէի կարող օգտագործել իմ օգտին։ Սա նրա կողմից իմ կարծիքով մարտավարական սխալ էր, որովհետև Լիան այն խաղացողն է, որ կարող է հիշել Անայիսի արարքը եւ այսպես ասած պարտքը վերադարձնել նրան։ Կարծում եմ Անայիսը ճիշտ կաներ այդ քարտը տար տղաներից մեկին, օրինակ Գևորգ Սիրեկանյանին, եւ դրա դիմաց նրան ոչինչ չէր սպառնա։ Գևորգը իմ կարծիքով այս եթերաշրջանի ամենաբարի մասնակիցներից մեկն է։ Իդեպ բոլոր մասնակիցների մասին ես առանձին թողարկում եմ պատրաստել, որի հղումը եւս կլինի այս տեսանյութի ներքո։ Դիտեք եւ ավելի լավ ճանաչեք մեր բոլոր մասնակիցներին։ Լիան իր հերթին քարտը փոխանցում է Ռաֆին։ Հիշում եք, որ աստղերի թիմի կոալիցիան քննարկում էր քվեարկել Էմայի թե Ռաֆի դեմ, նախորդ անգամ նրանք որոշեցին Էմայի դեմ քվեարկել եւ այս անգամ Լիան Ռաֆին զրկում է իմունիտետից, նշանակում է, որ նրա դեմ քվեարկելու հնարավորություն է ստեղծվում։ Ռաֆը այն տալիս է իր դեմ խաղացող կոալիցիայից Եվային, Եվան այն տալիս է Վակոին, Վակոն քարտը փոխանցում է Էրմինային եւ Էրմինան ասում է, որ ինքը կուզեր, որ այն ի վերջո հասներ Ռաֆին, բայց քանի որ դա հնարավոր չէ, հիմա ցանկանում է, որ աղասի ձեռքում հայտնվի։ Ուզեմ հələ որ աղասը ունենա իմունիտետ վերջում։ Աղասը То есть աղասին չեմ տալի, որ վերջում աղասը գոնա։ Հասկացա։ Եվ տալիս է քարտը Գևորգ Սիրեկանյանին։ Գևորգը իր հերթին տալիս է իր ընկերոջը Գևորգ Մարտիրոսյանին։ Սա ինձ համար տարօրինակ է, որովհետև կարծես թե Գևորգը պիտի ցանկանար, որ հենց Մարտիրոսյան Գևորգին հասներ իմունիտետը, սակայն նա նրան զրկում է իմունիտետից փաստացի այդ պահին քարտը փոխանցելով։ Եվ Մարտիրոսյան Գևորգը հղում անելով Էրմինային, դե եթե ուզում է իր որ աղասը ստանա, քարտը տալիս է Էմային, այդպեսով Էմային եւս զրկելով իմունիտետից։ Եվ ի վերջո պարզ է, որ իմունիտետի քարտը աղասի ձեռքերում է, սա նշանակում է, որ այսօր նրա դեմ եւս չի կարելի քվեարկել։ Այսօրվա խաղի հաղթողը ամբողջ թիմով ունենալու է իմունիտետ եւ քվեարկությանը չի մասնակցելու։ Սկսվում է մեծ խաղը եւ այն որոշիչը լինելու, քանի որ հաղթող թիմին տրվելու է իմունիտետ, իսկ պարտվող թիմը իր կազմից է ընտրելու այն մասնակիցներին, որոնք մասնակցելու են փոքր խաղերին։ Խաղի ընթացքում թիմերը պիտի փակ աչքերով բերեն ծանր կուբերը մի կետից մյուսը եւ այդտեղ փորձեն պատկեր ստանալ այդ կուբերով։ Նրանց ուղղորդելու են ընդհանրապես մեկական մասնակիցներ իրենց թիմերից եւ միայն նրանց աչքերն է բաց լինելու։ Աստղերը այս դերի համար ընտրում են Էմային, ինչպես հիշում եք նախորդ անգամ նրա դեմ էին քվեարկել, սակայն համարելով, որ նա ուժեղ մասնակից է, հավանաբար նույն սկզբունքով էլ որպես ուժեղ մասնակից նրան դրել են այդ կարևոր դերում, իսկ բլոգերների թիմում այդ դերը տրված է Հայդալեկին։ Կուբերը բերելիս աստղերը մեկ միասնական շղթա են կազմում եւ հերթով դրանք տեղափոխում են մի կետից մյուսը, իսկ բլոգերների թիմում տղաներն են առանձին առաջանում եւ մեկական կուբ են նրանք բերում։ Ամեն մի կուբը բառից բուն իմաստով իմ քաշին էր։ Եվ այս փուլում կարծես բլոգերների մոտ ավելի արագ է ստացվում, սակայն երբ սկսում է պատկերը հավաքելու փուլը, նրանց մոտ դժվարություններ են ի հայտ գալիս։ Այս կետում երկու թիմերի մոտ բացարձակ իրար հակասող մարտավարություններ են։ Աստղերը անում են երկուսով, այսինքն Էման ուղղորդում է միայն Ռաֆին եւ Լիային, իսկ բլոգերների թիմում գրեթե բոլորը մասնակցում են եւ նրանց մոտ կարծես մի փոքր քաոսային իրավիճակ է։ Հայդալեկը չի հասկանում, թե ում պետք է ուղղորդի, բոլորը նույն տարածքում են եւ իրար խանգարում են։ Այնինչ Ռաֆը եւ Լիան բավականին արագ են աշխատում, նրանք լսում են Էմայի ցուցումները, անում են հստակ եւ շատ արագ կարճ ժամանակում նրանց հաջողվում է ստանալ պատկերը եւ հաղթել։ Աստղերի այս հաջողությունը կարծես մոռացնել է տալիս երկու կոալիցիաների միջև հակամարտությունը։ Լիան եւ Էման միմյանց հասցեին գովասանքներ են շռայլում։ Ունեցել ենք շատ լավ աչքեր ու ձայն, որը մեզ օգնել է, որ հաղթենք։ Եվ ես ուրախ եմ մեր հաղթանակի համար, որովհետև սա թիմային միասնական հաղթանակ է։ Եվ Էման անգամ խոստովանում է, որ ինքը պատրաստվում է Լիայի դեմ քվեարկել, սակայն հիմա դա չի անի, քանի որ բարձր է գնահատում նրա ներդրումն իրենց հաղթանակում։ Շել է որ Լիային պետք է հանեմ, որովհետև իմացա, որ իմ դեմ է քվեարկել, բայց այս խաղից հետո անկեղծ չեմ կարա, որովհետև Լիան ու Ռաֆը ուղղակի իրոք լսում էին ինձ, ես ինչ եմ ասում, քայլ առ քայլ անում էին այն, ինչ ես իրենց թելադրում։ Այս սերիայի բացահայտումը ինձ համար Եվա Բաղդասարյանն է, ով ծննդաբերությունից կարճ ժամանակ անց եկել է ռեալիթի շոուի, որտեղ ֆիզիկապես դժվար փորձություններ են։ Նա իհարկե թեև զգուշորեն, բայց մասնակցում է բոլոր խաղերին, չի հրաժարվում եւ չի նվնվում։ Եվ այսպիսով ինձ համար նա բացահայտում է որպես ուժեղ, դիմացկուն եւ պայքարող անձ։
Եվ այսպես, արդեն երկրորդ մեծ խաղն է, որ աստղերը հաղթում են բլոգերներին։ Սա իհարկե լարվածություն է ավելացնում բլոգերների թիմում եւ անհաջողության շուրջ քննարկումը վերածվում է գորգոռոցների։ Ես հիմա 4 անգամ խաղը լսելու եմ։ Իրոք 4 անգամ սկսելու աղջիկներ ընդեղ աղջիկներ, թեթև աղջիկներ դնեն։ Քննարկումից պարզ է դառնում, որ ի սկզբանե առաջարկվել է Ագնեսի տեխնացությունը որպես թիմի աչքեր եւ ձայն, սակայն Հայդալեկը առաջարկել է իր մասնակցությունը եւ ինքն է ստանձնել այդ դերը։ Ես սկզբում առաջարկեցի, որ ես կանգնեմ ու բարձր գոռամ ու որդեմ, բայց հետո Ռաֆոն առաջարկեց ու այդ պատասխանատվությունին վրա վերցնելը մի քիչ դժվար էր, դրա համար էլ ձեն չանեցի, Ռաֆոն շարունակեց։ Ագնեսին խորհուրդ եմ տալիս հաջորդ անգամ ավելի համառ լինել, պնդել իր տեսակետը եւ նաեւ ավելի լսելի դարձնել իր ձայնը թիմի ներսում։ Չէ որ եթե նա ստանձներ այդ դերը, հնարավոր է իրենք հաղթեին եւ ստիպված չլինեին գնալ քվեարկության։ Ռոզալիան ասում է, որ իրեն դուր չի գալիս, որ թիմում աղջիկները կարծես թերագնահատված են եւ նրանց ձայնը բավարար լսելի չէ։ Մենք պետք է հավասար նայենք, որ մենք էլ ենք ուժեղ, դուք էլ։ Պետք է մեզ ներգրավենք խաղի մեջ։ Սա վեճ է բռնկում Ռաֆոյի եւ Ռուբոյի միջև։ Ռաֆոն այստեղ հանդես է գալիս որպես աղջիկների պաշտպան եւ Ռուբոյից պահանջում է, որպեսզի նա տարբերակված վերաբերմունք ցույց չտա։ Ռուբոն չի ընդունում Ռաֆոյի քննադատությունը, նա նաեւ չի ընդունում, որ իր խոսքերում կա տարբերակված վերաբերմունք եւ խտրականություն աղջիկների նկատմամբ։ Հերիքա ասես սերը։ Հերիքա որովհետեւ ասես։ Չէ, չի կարելի։ Որտե՞ղ նեղվան, որտե՞ղ կարելի ասել։ Չլսար աղջիկը կարելից խոսեց ու ասեց, որ ես նեղվել եմ։ Իրա խոսքով ասեց, ես այստեղ իմ առաջ եմ տալել, որտեղ իրան հա լրացրել ես։ Եվ նրանց այս վեճը եւ հետագա քվեարկությունից առաջ ունեցած փոքրիկ զրույցը կարծես տպավորություն է ստեղծում, որ Ռաֆոն ու Ռուբոն միմյանց դեմ են քվեարկելու։ Ցավոք վերջի խաղը ապացուցեց, որ մի փոքր սենց սյուները թույլ են։ Դրա համար ինձ թվում է այդ թույլ սյուները այսօր պետք է հեռացնենք։ Ռուբոքվետա։ Ես է արդեն գիտեմ ու պետք է։ Սակայն ինչպես պարզվում է, դա այդպես չէ, ավելին նրանք միասնաբար քվեարկում են մեկ այլ մասնակցի դեմ։ Ընդամենը 2 մասնակցի դեմ են ձայներ ստացվել եւ սա նշանակում է, որ բլոգերների թիմը սկսել են հասկանալ, թե ինչպես է պետք քվեարկել։ 10-ից 4-ը քվեարկել է նորեկ Լիլիայի դեմ, մի մասը պատճառաբանում է, որ նա խաղերում բավարար չի ներդրվել, նրա էնտուզիազմը չի զգացել։ Սա իրական տարօրինակ է, որտեղ բացի Ռաֆոյից բոլորի աչքերը փակ է եղել ամբողջ խաղի ընթացքում եւ հասկանալի չէ, թե ինչպես նրանք կարող էին տեսնել Լիլիայի ներդրումը կամ պակաս ներդրումը տվյալ իրավիճակում։ Ցավոք Լիլիա, բայց ոչ մի անձնական բան։ Մնացած 6 մասնակիցները քվեարկել են Ռաֆոյի դեմ, մի մասը պատճառաբանում է, որ նա գերհուզված վիճակում է եւ դա խանգարում է խաղին, մի մասին դուրս չի եկել, որ իր կարևոր դերակատարումը նա տապալել է եւ փաստորեն իրենք պարտվել են Ռաֆոյի պատճառով եւ այսպես մենք ունենք 2 մասնակիցներ, որոնք պիտի մասնակցեն փոքր խաղերին, սակայն ինչպեսի անակնկալ, պարզվում է նրանք միմյանց դեմ չեն մրցելու, այլ յուրաքանչյուրը իրավունք ունի ընտրելու մեկ մրցակից մնացած մասնակիցների միջև, որպեսզի նրա հետ պայքարի։ Չնայած որ թիմը քվեարկել է իմ դեմ, բայց ես թիմային մարդ եմ ու ես չեմ ուզի ուժեղ մասնակցի հաղթեմ ու ինքը դուրս մնա խաղից։ Դրա համար ուժեղ մասնակից չեմ ընտրի։ Սա իհարկե գեղեցիկ է հնչում, սակայն կարող է նաև մեկնաբանվել այնպես, որ Ռաֆոն պարզապես չի ընտրում ուժեղ մասնակից, որպեսզի իր համար ուժեղ մրցակից չլինի եւ նրա հաղթելու շանսերը չնվազեն, եւ նա ընտրում է Մոնուլիկին։ Մարդ, ում խոստացվել էր իմունիտետ տվյալ քվեարկության ժամանակ եւ իսկապես նրա դեմ ոչ մի ձայն չէր գնացել, սակայն Ռաֆոն, հասկանալով, որ Մոնուլիկը իր դեմ է քվեարկել, ընտրում է հենց նրան։ Մոնուլիկի մասին դժվար է ասել, որ նա թույլ խաղացող է, քանի որ նա բլոգերների թիմից միակն է, որ եղել է վտանգավոր գոտում եւ փաստացի հաղթել է։ Ամեն դեպքում 2 անգամ անընդմեջ նա պետք է մասնակցի փոքր խաղերին։ Մի քիչ չեմ հասկանում Ռաֆոյի քայլը, որովհետեւ որոշում են ինձ իմունիտետ տան ու հետո նորից դուրս են գալիս իմ դեմ։ Հիշում եք, որ սերիայի սկզբում քննարկվում էր, որ նա կարող է ունենալ իմունիտետ։ Եթե Լիլիայի բերած իմունիտետի քարտը հասներ Մոնուլիկին, նա վստահաբար կմնար խաղում եւ նրանք կտեսնենք նաեւ 3-րդ սերիայում։ Սակայն քարտը նրան չհասավ, փոխարենը խոստացվեց, որ ոչ ոք չի քվեարկելու նրա դեմ։ Իհարկե բլոգերները պահեցին իրենց խոստումը, չքվեարկեցին, բայց փաստացի Ռաֆը նրան ընտրելով տարավ վտանգավոր գոտի։ Ի տարբերություն Ռաֆոյի, Լիլիան չի ցանկանում մրցակից ընտրել։ Նա պատրաստ է ինքը լքել խաղը առանց պայքարի։ Իսկ հնարավոր է առանց մրցելու, ուղղակի հասկանամ, որ պարտվել եմ ամեն դեպքում 4 հոգի քվեարկել է
իմ օգտին ուղղակի դուրս գամ ու ոչ մեկի հետ չմրցեմ։ Նա հուզված է, լաց է լինում եւ դժվարանում է բառեր գտնել, որով կարտահայտի իր զգացածը։ Լիլիան վիրավորված է, որ թիմակիցները չեն ցանկանում, որպեսզի նա շարունակի պայքարը եւ նա ուղղակի որոշում է հեռանալ առանց փոքր խաղերին մասնակցելու։ Լիլիան մեզ զրկեց եւս մեկ պայքար տեսնելու հնարավորությունից։ Մենք կարող ենք տեսնել թե նրան, թե նրա ընտրած մասնակցին փոքր խաղերում, հետաքրքիր կլիներ թե ով կհաղթի եւ եթե նա հաղթեր, վերադառնար ինչպես կշարունակեր իր հարաբերությունները թիմակիցների հետ։ Այս ամենը ցավոք չեղավ։ Իհարկե ես հասկանում եմ, որ Լիլիան շատ երիտասարդ է եւ հնարավոր է ռեալիտիների այս ձևաչափը նրա համար իսկապես դժվար է եղել։ Սակայն որպես հեռուստադիտող ափսոսում եմ, որ մենք եւս մեկ փոքր խաղ չդիտեցինք եւ չվայելեցինք։ Ես հրաժարվեցի վտանգավոր գոտում նորից մրցելուց, որովհետև արդեն չէի ցանկանում խաղը շարունակել այն մարդկանց հետ, ովքեր քվեարկել են իմ դեմ, որը ես ամենասկզբից եմ իմացել, քիչ անձնային բան կա էլի։ Լիլիայի վրդովմունքը իհարկե ազդում է Մոնիկայի վրա եւ նա առաջին խաղը պարտվում է, ապա հայտարարում է, որ իր մոտիվացիան այդ թիմում շարունակելու պայքարը նվազել է։ Այնուամենայնիվ Մոնիկան շարունակում է խաղալ, նա չի լքում խաղը կեսից, սակայն երկրորդ խաղը եւս նա պարտվում է, ինչը նշանակում է, որ նա պիտի լքի նախագիծը։ Իսկ հաղթող Ռաֆոին սպասվում է անակնկալ։ Նա ունի անակնկալ արկղ, որը բացելով ստանում է մեջից ռևերսի քարտ։ Ինչ է սա նշանակում, որ Ռաֆոն կարող է փոխատեղում անել իր թիմից մեկին ուղարկել աստղերի թիմ եւ աստղերի թիմից մեկին բերել իր թիմ եւ սա կարող է անել մեծ խաղերի հենց սկզբում։ Այսինքն խաղից առաջ Ռաֆոն կարող է աստղերի թիմի շատ ուժեղ մասնակցին բերել իր թիմ, այսպիսով ուժեղացնել բլոգերներին եւ իր թիմի թույլ մասնակցին ուղարկել աստղերի թիմ, այդպիսով թույլատնելով աստղերին եւ երաշխավորելով բլոգերների հաղթանակը հաջորդ մեծ խաղում։ Թե ինչպես կօգտագործի Ռաֆոն իր այս քարտը, ում կզոհաբերի իր թիմից եւ կուղարկի աստղերի թիմ, կիմանանք երրորդ սերիայում։ Այսպիսին էր երկրորդ սերիայի վերաբերյալ իմ մեկնաբանությունները։ Եթե սիրում եք ռեալիթիներ եւ ձեզ դուր են գալիս իմ մեկնաբանությունները, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողեք հետագա թողարկումները։ Շուտով կհանդիպենք։